Թուլության դիրքում գտնվող մարդը երրորդ ժամկետում վերընտրվելու հայտ կներկայացներ։ Ուժեղ Հայաստանին հաջողվել է իր շուրջ առաջինը շատ մեծ հետաքրքրություն եւ ոգևորություն գեներացնել։ Չեք հանձնելու անկլավները Ալիևին ասելու եք ոչ։ Արժ չի զիջումները որտեղ են կանգնելու, որտեղ Ադրբեջանը այս զիջումները ստանալով, կուլ տալով 2 տարի հետո գալու է նոր զիջումներ ապահանջելու։ Երեկվանից ԿՊԱ-ականներն ասում են այդ չարակամ ընդդիմադիրները դե թող հիմա խոսեն։ Հիմա խոսում։ Խոսեք։ Անակնկալ կարող եք անել Փաշինյանին, թե ոչ այս հարցում։ Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր Հայակ FM միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է։ Բարի երեկո, պարոն Չալաբյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Չալաբյան, հիվանդացել եք, քարոզարշավն է պատճառը։ Անկեղծ ասած, այս տարի մայիսը անսովոր սառ է անձրևոտ է, եւ երբ որ քարոզարշավին ես անընդհատ երբեմն այո տեղի է տալի օրգանիզմը, հուսով եմ շատ արագ կանցնի, շնորհակալություն։ Պարոն Չալաբյան, քարոզարշավի կեսից շատն արդեն անցել է, ինքներդ ինչպես եք գնահատում ընդդիմության շանսերը եւ այն իրավիճակը, որը արձանագրում են ընդդիմությունը գետնի վրա, ինչ կապ ունի հրապարակվող սոցիոլոգիական հարցումների հետ։ Ինձ դժվար է ամբողջ ընդդիմության փոխարեն խոսել բաց պատճառով, որովհետեւ մենք հայտնել ենք մեր աջակցությունը ուժեղ Հայաստանին եւ ըստ էության նրանց հետ միասին են գտնվում քարոզարշավի մեջ եւ տեսնում ենք այն ինչ որ մեր շուրջն է կատարվում, ինձ դժվար է ասել թե ընդդիմադիր մնացած կառույցների շուրջ ինչ է կատարվում, բայց այն ինչ որ ես տեսնում եմ եւ օրինակ 3-4 օր էս Լոռիում էի, Ստեփանավանում եւ Տաշիրում շատ լուրջ ոգևորություն էր։ Տաշիրը ինչ որ իմաստով հասկանալի է, քանի որ ուժեղ Հայաստանի իր արմատներով Տաշիրից է, բայց օրինակ Ստեփանավանում հանրավակին եկած եւ մարդկանց քանակը եւ ոգևորությունը շատ տպավորիչ էր այն պարզ պատճառով, որ Ստեփանավանը այս ընթացքում գտնվել է քաղաքացիական պայմանագրի բացարձակ իշխանության տակ, Սուրեն Պապիկյանն է Ստեփանավանցի, փորձել են Ստեփանավանում ամբողջ այս ընթացքում վախի մթնոլորտ ստեղծեն, հիշում եք Սուրեն Պապիկյանի վերջի հայտարարությունները, որ տրորելով ձեր վրայով կանցնենք եւ այլն։ Արյուտես պարզմոր չեն կարողանում տրորելով անցնել եւ ընդհանրապես ասած այն ինչ որ մենք ականատեսանք Լոռիում, մասնապես Վանաձորի երեկվա իսկապես շատ տպավորիչ հանրահավաքը, երբ որ 7000-ից ավել քաղաքացիներ էին եկել հանրահավաքի, ցույց է տալիս, որ առնվազն ուժեղ Հայաստանին հաջողվել է իր շուրջ առաջինը շատ մեծ հետաքրքրություն եւ ոգևորություն գեներացնել, եւ որը շատ կարեւոր է կոտրել այդ վախի մթնոլորտը, որովհետեւ այս իշխանության հիմնական խաղաքարտը դա մարդկանց վախի մեջ պահելն է, ամեն առանձին վերսած։ Ինչի գնով վախի։ Գիտեք ինչ են անում, էլի, այն ինչին ականատես ենք մենք լինում ամեն քայլափոխին։ Դե այն մարդիկ, որոնք պետական ծառայության մեջ են, դա ակնհայտ է։ Եթե դու չգաս մեր հանրահավաքին, քեզ աշխատանքից կհեռացնենք, սպառնալիքներ եւ այլն, դա ակնհայտ է, բազմաթիվ դեպքեր արդեն բացահայտված են, բնականաբար դրանց հիմա ընթացք չի տրվում, բայց ես համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո այդ ամեն ինչին ընթացք կտրվի եւ այն մարդիկ, որոնք այս ընթացքում փորձել են մարդկանց սարսափացնեն, սարսափի մեջ պահեն եւ պատասխանատվություն կկրեն դրա համար։ Երկրորդը այն մարդիկ, որոնք պետական համակարգում չեն, այդտեղ վախի մթնոլորտը մի քիչ ավելի բարդ է բանալվում։ Ասենք օրինակ տեսել եք Տավրոս Սափյանի սպառնալիքը արցախցի կնոջ նկատմամբ, երբ որ ասել է տունը ձեռքից կխլենք, թողես կգնաց Ռուսաստան։ Տեսել եք։ Դա էլ է բացահայտ քրեական արարքա, արարևույթ հանցագործություն է եւ մեր իրավապահ մարմինները բնականաբար մատը մատին չեն խփելու եւ Տավրոս Սափյանը, որ այս ընթացքում բազմաթիվ արարևույթ հանցանքներ ա գործել, կխուսափի պատասխանատվությունից ընդհանուր մինչև իշխանափոխության օրը։ Իհարկե իշխանափոխությունից հետո բնականաբար պատասխանատվության առաջ կկանգնի։ Տեսեք, պարոն Չալաբյան, դուք ԿՊ-ի համար աշխատող Տավրոս Սափյանի օրինակն եք բերում, բայց հավաքական առումով ԿՊԱ-ական իշխանությունը ժողովրդին վախեցնում է պատերազմի սպառնալիքով։ Եթե իրենք են սահմանին կրակոց չի լինի, թեև իրենք հայ ժողովրդի գլխին բերել են 3 պատերազմ, տարածքային կորուստներ եւ հազարավոր զոհեր մեր ազգին տվել, բայց եթե իրենք են սահմանին կրակոց չի լինի, այ եթե դուք եք, եթե ուժեղ Հայաստանն է, ուրեմն բերելու եք պատերազմ, որովհետև ըստ Փաշինյանական քարոզչական թեզերի ընդդիմությունը չի բանակցի Ալիևի հետ այնպես ինչպես ինքն է բանակցում, հետևապես դա բերելու է պատերազմի։ Ճիշտ է այն իմաստով, որ ընդդիմությունը իրպես Ալիևի հետ բնականաբար չի բանակցի, որովհետև ինքը ինչպես է բանակցում Ալիևի հետ։ Եկեք մի հատ այդ թեզը
վերլուծենք եւ հասկանանք ինչու իմիջիայից այդ թեզը չի աշխատում այլևս, որը շատ կարևոր է։ Որտեղ հիշում եք երկու շաբաթ առաջ պատերազմի եռագլուխ հրեշ էին հնարել։ Հետո պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Հա, եւ մեկ էլ ցնդեց այդ։ Ինչի ցնդեց, որովհետեւ տեսան, որ ժողովուրդը չի ընկալում դա։ Չի ընդունում այդ։ Չի վախենում Փաշինյանի ասած պատերազմից ժողովուրդը։ Չէ։ Ժողովուրդը հասկանում է հետեւյալը, տեսեք։ Ժողովուրդը շատ բարձ մարդիկ իրական ժողովուրդ բառակի չօգտագործեն քաղաքացիները, իրենց շատ բարձ հարց են տալ։ Իրանք ասում են այն խաղաղությունը, որի մասին դու խոսում ես, որն է այդ խաղաղության գինը, արի գինը հասկանանք, հա։ Դու ասում ես հետեւյալը, ես Ալիևի հետ կարողանամ բանակցեմ հետեւյալ ճանապարհով։ Արցախի վրա խաչ կքաշեմ, ինքն է ասել, ով որ Արցախի հարցը նորից փորձի վերաբացել, իմ հետ ազնապես գործ կունենա։ Այսինքն Արցախի վրա խաչ կքաշեմ։ Այն դեպքում, որ մեր ժողովրդի 90%-ը համարում է, որ Արցախի հարցը փակված չի, պարզապես պետք է սպասել ավելի բարենպաստ պայ Արցախի հարցը բացելու համար։ Բայց 90%-ը կարծում է, որ Արցախի հարցը փակված չի եւ չի կարելի համակերպել այդ պարտության հետ մեկ։ Երկրորդը հանձնելու ես Հայաստանի նոր տարածքներ։ Ասում ես արդեն բացահայտ, ասում ես, որ Տիգրանաշենը հանձնելու ենք, ավելին ձեզ ասում Տիգրանաշենում բնակարանների գնում են կատարում բան, որպեսզի գյուղը տարհանեն։ Արդեն սկսել են դա կատարել, ասում է, որ Տիգրանաշենը հանձնելու է։ Հիմա ով որ շատից քչից գոնե մի անգամ այդ ճանապարհով անցել է, իսկ ես ճանապարհով ամեն ամիս եմ առնվազն մեկ անգամ անցնում, շատ լավ հասկանում եմ, որ եթե Տիգրանաշենը հանձնեն, դա ըստ էության բերելու է, որ Վայոց Ձորև Սյունիքը կտրվեն Հայաստանի մնացած մասից։ Փաշինյանն ասում է, եթե դա չանեմ, այն իր դոշին փակցված քարտեզից բան ուղակի չի մնա։ Հա, դա սուտ է բնականաբար, որովհետև բա մինչև հիմա ոնց է չի արել։ Ոնց որ մինչև հիմա չի արել, հենց էլ հետո կարելի է չանել, ես ասեմ, որ պայմանների դեպքում։ Երրորդը տեղի ունեցավ երեք։ Փաշինյանը Սյունիքով ճանապարհ է հանձնում, որը չի լինելու Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ։ Այն ձևով ոնց որ արդեն հրապարակվել է բանը, միջազգային պայմանագիրը, որը երեք Միրզոյանը եւ Ռուբեն ստորագրեցին, դա ակնհայտ է, որ այդ ճանապարհը չի լինելու Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ։ Այսինքն միջազգն է հանձնվում փաթեթավորված ձևով։ Եվ չորրորդը Փաշինյանը ասում է նրա մասին, որ որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի, մենք պետք է մեր սահմանադրությունը փոխենք։ Մենք մեր սահմանադրությունից պետք է մի շարք կարևոր կետեր հանենք։ Մենք մեր սահմանադրությունից պետք է հղումը հանենք անկախության հռչակագրի վրա։ Մենք մեր սահմանադրությունից պետք է հանենք եկեղեցու բացառիկ իրավասության մասին դրույթը, կարգավիճակի մասին դրույթը։ Այն ինչը որ չի ասում, բայց մենք տեղեկություններ ենք ստանում, որ ամենայն հավանականությամբ դա էլ է նախատեսվում, Սահմանադրության 60-րդ հոդվածը, որ սեփականության իրավունքն է, ունի 6-րդ կետ, որ սեփականության իրավունքը հողի սահմանափակումը օտարերկրացիների համար։ Ոչ թե ադրբեջանցիների, ցանկացած օտարերկրացիոն, ամենայն հավանականությամբ խոսքը գնում է մասին, որ 6-րդ կետը եւս հավի սահմանադրությունից։ Եվ այլն, որպեսզի ադրբեջանցի Նիկոլ Փաշինյանը դա անում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ առճակատման մեջ չմտնելու համար։ Հիմա անդիմությունը եկավ, եթե դա չի անում, ըստ Փաշինյանական տրամաբանության դա բերում է առճակատման։ Հիմա տեսեք, եկեք հասկանանք։ Բայց վերջացնեմ, թե Փաշինյանը էլ ինչ անելու, հա, որտեղ պետք է հասկանալ, որ եթե Փաշինյանը սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղումը հանի, դա բերելու է անկանխատեսելի մեծ խնդրի, որովհետև ցանկացած պետություն մեղմ ասած ունի իր ծննդյան վկայականը։ Մեր պետության ծննդյան վկայականը մեր անկախության մասին հռչակագիրն է։ Այդ դեպքում Հայաստանը կանգնելու է շատ լուրջ իրավական անորոշության առաջ, որն է քո ծննդյան վկայականը, ինչի վրա ես դու հետևում։ Ընդհանրապես ասած դու էլ ինչի ես պետություն, եթե անկախության հռչակագիր չունես։ 29700 քառակուսու վրա։ Գնալու է Ադրբեջանից կադաստրի թուղթ ստանա դրա համար իր խոսքերով։ Այն դեպքում երբ որ կներեք, որ դրա բացարձակ անհրաժեշտություն չկա, որտեղ մենք ունենք անկախության հռչակագիր, որով ասում է, որ մենք անկախանում ենք սովետական միությունից։ Եթե մենք անկախացել ենք սովետական միությունից, ամբողջ աշխարհը դա ճանաչել է, եւ դու դա չեղարկում ես, այդ դեպքում ո՞րն է քո պետության հիմքը։ Փաշինյանը մարդիկ մինչև վերջ չեն հասկանում, ինչքան վտանգավոր է անկախության հռչակագրի չեղարկումը։ Որտեղ մենք ունենք հիմքը։ Ասում եմ, չեմ չեղարկում, կոնֆլիկտածին շարունակում է մնալ։ Ժողովուրդ ջան, ձեզ թաղում եմ կոնֆլիկտի մեջ, եթե դրանց չեմ գնում։ Այդ կեղծիք է, բացարձակ կեղծիք է, որտեղ դա ուղղակի Ալիևի նարատիվներն են։ Անկախության հռչակագիրը այնա, ինչ որ կա, եւ նույնպես եմ ասում, դա մեր ծննդյան վկայականն է, կոնֆլիկտին էլ անկախության հռչակագիրը չի բերել։ Կոնֆլիկտը առաջացել է այն պատճառով, որ Ադրբեջանը փորձել է ուժով դեռևս 91 թվականին գրավել Լեռնային Ղարաբաղը, որ այն ժամանակ արդեն սովետական օրենսդրությամբ անկախացել էր Ադրբեջանից եւ կոնֆլիկտի հիմքը այդ է։ Հիմա գալով հարցին, պարոն Չալաբյան, ընդդիմությունը եկավ ինչ անում։ Վերջի բանն էլ ձեզ ասեմ, ներողություն։ Եվ վերջի բանը։ Ադրբեջանը չի կանգնելու դրա առաջ, որովհետեւ շատ པարզ մի հատ տրամաբանություն կա, որը պետք է հասկանալ։ Եթե խաղաղության գինը Ադրբեջանի զիջումներն են, թուլության դիրքերից, ապա པարզ չէ զիջումները որտեղ են կանգնելու։
Կարճ չի զիջումները որտեղ են կանգնելու, որտեղ Ադրբեջանը այս զիջումները ստանալով, կուլ տալով 2 տարի հետո գալու է նոր զիջումներ պահանջելու եւ Փաշինյանը նույն ձևի գալու է ժողովրդին ասելու է Ժորժ ջան, եթե ուզում եք խաղաղություն, հիմա էլ պետք է SOS զիջենք ու SOS արդեն པարզ է։ Դա այդ ադրբեջանցիների, այսպես կոչված, ճակերտավոր 300,000 ադրբեջանցիների վերադարձն Հայաստան։ Իրական վերադարձ չէ, որովհետեւ իրենք երբեք Հայաստան չեն ապրել, բայց Հայաստանին պարտադրելու են, որպեսզի նա սկսի նաև ներսից իր դեմոգրաֆիական վիճակը փոխել։ Փաշինյանն ասում է երաշխավորում եմ, դա չի լինի, որովհետև ես առհավետ փակել եմ արցախցիների Արցախ վերադարձի հարցը։ Փաշինյանը ոչ մի բան չի կարող երաշխավորել մի հատ շատ པարզ պատճառով։ Երաշխիք կարող է տալ նաև միայն նա, ով ուժ ունի այդ երաշխիքը իրականություն դարձնելու համար։ Փաշինյանը այս ամբողջ ընթացքում վերջի 8 տարիների ընթացքում նա անընդհատ գործել է, բանակցել է թուլության դիրքերից։ Եվ մեր կորուստները պայմանավորված են նրանից, որ Փաշինյանը անընդհատ գտնվում է թուլության դիրքերում, հասկանում եք, եթե մի երկիր գտնվում է թուլության դիրքերում, եւ նա ղեկավարը անընդհատ ամեն ինչ անում է թուլության դիրքերից, նա չի կարող ընդհանրապես որևէ բանի երաշխիք տալ։ Փաշինյանի երաշխիքներին պետք չի հավատալ, որովհետեւ ցանկացած բան, որ նա մինչև հիմա երաշխավորել է, ուղիղ հակառակն է։ Թուլության դիրքում գտնվող մարդը երրորդ ժամկետում վերընտրվելու հայտ կներկայացներ։ Այո, իհարկե։ Այդքան բան անելուց հետո։ Այո, որովհետև դա իր համար դա ինքը հասկանում է, որ իր համար դա միայն քաղաքական կենսունակության հարց չի, ֆիզիկական կենսունակության հարց է նաև։ Դրա համար ստիպված է գնալ դրան։ Դրա համար ստիպված է, եւ ես ուզում եմ ասեմ հետեւյալը. ցանկացած մարդ, որը գնալու է քվեարկելու է Փաշինյանի օգտին, քվեարկելու է թուլության օգտին, քվեարկելու է շարունակական զիջումների օգտին, քվեարկելու է Հայաստանը աստիճանաբար կազմալուծելու օգտին։ Մարդիկ թող դա գիտակցեն։ Հիմա վերադառնանք ձեր հարցին։ Ինչ է առաջարկում ընդդիմությունը եւ տվյալ դեպքում նորից խոսենք ուժեղ Հայաստանից, քանի որ մենք տվյալ դեպքում իրանց հետ ենք դաշնակցում։ Ինչ է առաջարկում ընդդիմությունը, այս հարցը եկեք դետալացնենք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավի ընթացքում այսպես դետալ առ դետալ հարցեր է տալիս, պատասխանում է, ասում է հարգելի ընդդիմություն, դուք եկաք իշխանության, չեք հանձնելու անկլավները, Ալիևին ասելու եք ոչ, ինչ եք անելու։ Այո, չենք հանձնելու։ Իսկ եթե դա բերի ռազմական արճակատման այդ դեպքում ինչ եք անելու։ Ներողություն, եկեք հակառակից սկսենք, հա? Եկեք հակառակից սկսենք։ Ինչպես ենք ընդհանրապես ռազմական արճակատման ճանապարհը փակելու։ Ինչպես եք փակելու։ Ինչպես ենք փակելու ռազմական արճակատման ճանապարհը։ Եք, ամենակարևոր հարցը հետևելն է, ինչու ենք մենք հայտնվել թուլության դիրքերում։ Պետք է հասկանալ, չէ, ինչի մենք մինչև 2020 թվականը թուլության դիրքերում չէինք, հետո մեկ էլ պարզվեց, որ մենք թուլության դիրքերում ենք, ու անընդհատ պարտություններ են տեղի ունենում։ Ինչու։ Ինչու։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը խզել է ըստ էության իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Նա չունի այլևս Ռուսաստանի Դաշնության հետ այնպիսի հարաբերություններ, որը հնարավորություն էր տալիս հենվել Ռուսաստանի վրա, բայց չի ձևավորել այդպիսի հարաբերություններ որևէ մեկ այլ ուժային կենտրոնի։ Ոնց չի ձևավորել, երեք Մարկո Ռուբիոն էր Հայաստանում, իհարկե մի 40 րոպեով նա Հայաստանում գտնվեց, հասցրեցին ստորագրել փաստաթուղթ, որով Միացյալ Նահանգների համար հասանելի կդառնան Սյունիքի հազվագյուտ հանքանյութերը, հասցրեցին նախաստորագրել թրիփի վերաբերյալ այդ համաձայնագիրը եւ Երևանից ԿՊԱ-կաններն ասում են այդ չարակամ ընդդիմադիրները դե թող հիմա խոսեն։ Հիմա խոսում ենք։ Խոսեք։ Հիմա խոսում ենք։ Կներեք, Ռուբիոն Էրիկ Միրզյանի հետ ռազմավարական դաշնակցային որևէ փաստաթուղթ է ստորագրել։ Ոչ։ Միացյալ Նահանգները Հայաստանի անվտանգության երաշխավորն են դարձել։ Ոչ, իհարկե։ Միացյալ Նահանգների զորամիավորումներ են մտել Հայաստան, որպեսզի Սյունիքը պաշտպանեն, իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Միացյալ Նահանգները, ընդհանրապես ասած, շատ մեծ հեռավորության վրա է գտնվում։ Եվ Միացյալ Նահանգների նույնիսկ փորձեր էս ընթացքում տարածաշրջանում իր ուժը պրոյեկտել, մասնապես Իրանի հետ հակամարտություններ ցույց տվեցին, որ ինչքան էլ Միացյալ Նահանգները իսկապես մեծ ուժային ռեսուրսներ ունենա, ի վերջո նրա ուժային ռեսուրսները սահմանափակ են եւ Միացյալ Նահանգներն էլ բան չեն, ամենազոր չէ։ Միացյալ Նահանգներն է, պարոն Չալաբյան, գերտերություն է։ Գերտերություն են, բայց Հայաստանի դեպքում նրանք Հայաստանին որևէ երաշխիք չեն տվել։ Այդ դեպքում ինչով եք պայմանավորում Մարկո Ռուբիոյի աջակցությունը ընտրությունների պատրաստվող Փաշինյանին, ասում է Հայաստանի վարչապետը ճանապարհ է հարթում ավելի անկախ եւ պայծառ Հայաստանի համար։ Այսքան շատ աջակցություն Փաշինյանին ինչով եք պայմանավորում։ Որովհետեւ Սյունիքում իսկապես ռեսուրսներ կան, որոնք պետք է շահագործել եւ դրա երաշխավորը իրենց համար Փաշինյանն է։ Այդ զարմանալի չէ։ Զարմանալի չի։ Տեսեք, նույնպես եմ ձեզ ասում, ինչու՞մ է խնդիրը։ Եթե Միացյալ Նահանգները իսկապես այս ընթացքում մեզ լուրջ անվտանգային երաշխիքներ տրամադրեին,
Ես այս իրավիճակի վրա մի քիչ այլ կերպ կնայի, Բայց ինչու պետք է տրամադրեն? Իրենք ասում են մի հատ գնացեք Ռուսաստանի հետ ձեր անվտանգային հովանոցը փակեք, եկեք այստեղ, նոր կմտածենք տրամադրելու մասին։ Իսկ պատկերացնում եք արանքում ինչ է տեղի ունենալու։ Այն ժամանակ, երբ որ մենք Ռուսաստանի հետ անվտանգային հովանոցը կփակենք, իրանց հետ հələ բացած չեն կլինի, այ հենց այդտեղ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։ Այսինքն այն տրամաբանությունը, որով գնում է Փաշինյանը, երբ որ չունենալով անվտանգային երաշխիքներ հավաքական արևմուտքից կամ Եվրոպական միությունից կամ Միացյալ Նահանգներից, փորձում է այս ընթացքում հարաբերությունները ըստ էության կազմալուծել Ռուսաստանի Դաշնության հետ, հենց դա է, որ Հայաստանը այս ամբողջ ընթացքում սարքել է խոցելի եւ կսարքի ավելի խոցելի։ Այսինքն, այն ինչ որ ասում է Փաշինյանը, որ մենակ իմ դեպքում կլինի խաղաղություն, ուղիղ հակառակն է։ Ընդհակառակը հենց իր դեպքում է լինելու նոր հնարավոր պատերազմներ, ինչի որտեղ ինքը Հայաստանի անվտանգային համակարգը, որը մինչև հիմա ունեցել է որոշակի տրամաբանություն, հա, ռուսական ռազմական բազա, Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության 97 թվականի պայմանագիր, ՀԱՊԿ եւ այլ, այդ ամեն ինչ ինքը կազմաքանդում է, բայց տեղը որևէ նոր բան ինքը չի բերում։ Հասկանում եք, եւ հենց դա է պատերազմի ճանապարհը։ Ընդդիմությունը 5 տարի շարունակ ասում է, որ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանը ԵԱՏՄ-ից էսա դուրս կգա, Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, 5 տարի է դուրս չի գալիս, սա չի խոսում այն մասին, որ մենք Փաշինյանի դեպքում գործ ունենք ընդամենը բանավոր հայտարարությունների հետ, ընդհակառակը գետնի վրա Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից հենց Փաշինյանի իշխանության օրոք է անգամներով ավելացել։ Տեսեք, դա մի քիչ պարադոքսալ արդյունք է։ Իրականում Փաշինյանը շատ կուզեր եւ ՀԱՊԿ-ից էլ դուրս գար եւ ԵԱՏՄ-ից էլ դուրս գար։ ՀԱՊԿ-ի դեպքում ինքը ընդհանրապես անհեթեթ բան է, սառացրել է, բայց դուրս չի գալիս։ Ինչ է նշանակում սառացրել են, բայց դուրս չեմ գալի։ Կամ մնա կամ դուրս արի։ Բայց եթե դուրս ես գալի, ասա անվտանգային ինչ համակարգի մեջ ես մտնում, ով է դառնում քո անվտանգային երաշխավորը, ոնց որ օրինակ, չգիտեմ, ենթադրենք Լատվիան կամ Էստոնիան ունեն անվտանգային երաշխավոր, իդեմս Հյուսիսատլանտյան դաշինքի, ասա ով է քո անվտանգային երաշխավորը։ Եթե դու ՀԱՊԿ-ից դուրս ես գալի, ԵԱՏՄ-ի դեպքում տեսնեք, որ արդեն ԵԱՏՄ-ը սկսում է մեր համար փակվել։ Մենք խայտարակ վիճակ ունենք, երբ որ մեր հիմա ծաղիկի արտադրողները չեն կարողանում ծաղիկ արտահանել, ջրի արտադրողները եւ այլն եւ այլն։ ԿՊԱ-ականներն ասում են, որ Ռուսաստանը այս կերպ աջակցում է Հայաստանի ռուսամետ ընդդիմությանը։ Նրանց համար պատժամիջոցներ է կիրառում։ Ռուսաստանը ոչ թե աջակցում է ընդդիմությանը, Ռուսաստանը շատ հստակ ուղերձ է ուղարկում Փաշինյանին եւ ասում է հետեւյալը. դու չես կարող միաժամանակ երկու աթոռի վրա գտնվել։ Կողմնորոշվիր, եթե դու ուզում ես ԵԱՏՄ-ի մնաս, մնա ԵԱՏՄ-ում, շարունակի մեր հետ աշխատել։ Ուզում ես գնաս Եվրոպական միություն, կներես, մենք չենք կարող սուբսիդավորել Եվրոպական միություն ընդունվելու քո ծրագիրը։ Եվ դա տրամաբանական է իսկապես, որովհետեւ դու չես կարող երկու հակամարտ ըստ էության ուժ ունենք մենք հիմա։ Ցավոք, մեր համար դա դժբախտություն է, որ Եվրոպական միությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը, որոնք մեր գործընկերներ են, հակամարտության մեջ են գտնում։ Բայց Ռուսաստանը պարզ բան ասում է ընտրի էս երկուսի մեջ։ Հիմա մենք պարտադիր չի որ այդ ընտրությունը կատարենք, մենք մինչև հիմա ունեցել ենք բավական խելամիտ տարբերակ։ Լինել ԵԱՏՄ մեջ այդ այսպես ասած կառույցի մեջ եւ Եվրոպայի հետ համագործակցել։ Ընդ որում համագործակցությամբ բավական լայն շրջանակ կա։ Խնդիրը այն պահին է սրվում, երբ որ մենք մտածում ենք, թե որ շուկայի մեջ է պետք գտնվել, մաքսային շուկայի, հա, մաքսային միության։ ԵԱՏՄ-ն էլ է մաքսային միություն, Եվրոպական միությունն էլ է մաքսային միություն։ Դու չես կարող միաժամանակ գտնվես երկու մաքսային միությունների մեջ, դա անհնար է, որովհետև դրանցից յուրաքանչյուրը իր կանոններ ունի։ Դու չես կարող երկու հատ մաքսատուն ունենաս սահմանի վրա, ասես այս մեկը ԵՄ մաքսատունն է, այս մեկը ԵԱՏՄ մաքսատունն է, այս մեկը ԵՄ-ով այս ապրանք հանձնում ես, դա անհնար է։ Հետևաբար ձեր առաջարկը ո՞րն է։ Մեր առաջարկը բնականաբար մնալ ԵԱՏՄ-ում եւ Եվրոպական միության հետ արդյունավետ համագործակցել, առավելևս նորից եմ ասում, որ այդ համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան։ Օրինակ, երբ որ մենք խոսում ենք մուտքի արտոնագրերի ազատականացման մասին, դա շատ նորմալ է, դրա համար պետք չի ԵՄ անդամ լինել։ Պարոն Չալաբյան, տեսեք, Հայաստանի իշխանությունը արևմուտքից ստանում է միլիոնավոր դոլարների գումար, այսպես ասած հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար։ Արևմտյան գրանտներով սնվող լրատվամիջոցները Հայաստանի եւ ազգային թևին են համարում ռուսամետ եւ առհասարակ Փաշինյանի վարած քաղաքականությանը դեմ խոսող ցանկացած մարդու համարում են ռուսամետ, գործակալ, FSB-ի աշխատող եւ այլն։ Սա չի նշանակում, որ արևմուտքը այլևս թույլ չի տալիս այդ մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ համատեղություն արևմուտքը հստակ Հայաստանին կանգնեցնում է փաստի առաջ, կամ մեզ հետ եք, կամ ոչ։ Իրականության մեջ, երբ որ կան հակամարտ բևեռներ, իրանք ցանկացած երրորդ երկրի փորձում են կանգնեցնել ընտրության առաջ։ Դա ընդհանուր առմամբ ցանկացած կոնֆլիկտների տրամաբանությունից է։ Դա չի նշանակում, որ մենք անպայման պետք է դրան տրվենք։ Չի նշանակում, որ պետք է դրան տրվենք։ Մենք կարող ենք խելամիտ, եթե մեր ներսում
Ճիշտ ենք ամեն ինչ անում, հա։ Կարող ենք բոլոր կողմերի հետ շարունակենք համագործակցությունը, պետք է հաշվի առնել հետևելը։ Մենք արդեն ԵԱՏՄ մեջ ենք։ Մեր տնտեսությունը կողմնորոշված է դեպի ԵԱՏՄ, ոչ թե Եվրոպական միություն։ Մեր առևտրային հոսքերը կողմնորոշված են դեպի ԵԱՏՄ, ներդրումային հոսքերը, որոնք ի դեպ լուրջ պակասել են այս ընթացքում, կողմնորոշված են ԵԱՏՄ-ից դեպի Հայաստան, եւ որը շատ կարևոր է ԵԱՏՄ-ն եւ Ռուսաստանի Դաշնությունը մասնապես շատ մեծ աշխատանքի շուկա է մեր համար։ Հայաստանից 100,000-ավոր մարդիկ այնտեղ են աշխատում։ Ինչու է ֆինանսավորում արևմուտքը այդ հիբրիդային պատերազմի անվան տակ իշխանության եւ իշխանության հետ աշխատող ՀԿ-ների նման գործելավոճը։ Շատ բարձ, որովհետեւ ներողություն, ես այդ հարցին պատասխանեցի արդեն։ Արևմուտքը դա անում է շահերից ելնելով։ Մեր շահերից է, որ մենք կարողանանք եւ ԵԱՏՄ պոտենցիալը օգտագործենք մեր տնտեսական զարգացման համար եւ մեր անվտանգության համար։ Եվ արևմուտքի հետ աշխատելով արևմուտքի պոտենցիալ, որտեղ արևմուտքում էլ շատ կարևոր պոտենցիալ կա, որը մենք կարող ենք օգտագործել, տեխնոլոգիական պոտենցիալը, տեխնոլոգիական ընկերությունները զարգացնելու պոտենցիալը, ըստ էության այնտեղից ավելի պրոգրեսիվ կառավարման տեխնոլոգիաներ բերելու պոտենցիալ, այդ ամեն ինչը պետք է անել, բայց մեզ պետք է խուսափել հակադրությունից, մեզ պետք է խուսափել այն հնարավորությունից, երբ որ Հայաստանի Հանրապետությունը կդառնա Ռուսաստանի Դաշնության եւ Եվրոպական միության միջև հակամարտության խաղադաշտ, հասկանում եք, ոնց որ դարձել է Ուկրաինան ցավոք։ Հիմա տեսեք ինչ է տեղի ունենում Ուկրաինայի հետ։ Ինքը դարձել է իսկապես մարտադաշտ։ Այդ երկու բլոկների միջև հակամարտության, հա։ Այդ դրա արդյունքում կես միլիոնից ավել զոհ, կորցված տարածքներ, տնտեսական անկում, դեմոգրաֆիական խայտառակ, բնակչությունը կես է եղել Ուկրաինայում։ Հիմա մենք ինչ ենք ուզում, ուզում ենք այդ ճանապարհով գնանք, Ուկրաինան մեր համար գրավիչ օրինակ է, ուզում ենք այդ ճանապարհով գնանք։ Այն ինչ որ անում է Փաշինյանը, բերելու է այդտեղ այդ պետք է հասկանալ։ Այսինքն Փաշինյանը մի մարդ, որը այս ընթացքում իր օրոք Հայաստանը 3 անգամ անցել է պատերազմի միջոցով, բավարար ցինիզմ ունի ասել, որ այս խաղաղության երաշխավոր է։ Դու խաղաղության երաշխավոր չես, դու նորից պատերազմներ ես տանել, բայց այս անգամ այդ պատերազմները լինելու են ոչ թե Արցախի տարածքում, ոչ թե Հայաստանի սահմաններում։ Այդ պատերազմը գալու է մտնելու է Հայաստանի սիրտը։ Ոնց որ հիմա Կիևն է ռմբակոծվում, հենց էլ Երևանը կարող սկսի ռմբակոծվել։ Ընդհանրապես մեկ օրից զորահանդես է տեղի ունենալու։ Հիմա զորահանդեսը, որը Փաշինյանն ասում է, զորահանդես չի ինքն այդքան, ինքը հաշվետվություն է, եւ տարածաշրջանի երկրների հետ էլ համաձայնեցրել են կաթոլտվություն։ Դա պատերազմի մեջ մխրճվող Հայաստանի մասին է, թե վերականգնվող խաղաղության մեջ ապրող Հայաստանի մասին։ Եկեք մի հատ հասկանանք ընդհանրապես այդ միջոցառման իմաստը որն է, հա։ Ժամանակին հիշում եք, երբ որ առաջի այդ խմբականակը Սու-30 կործանիչ ինքնաթիռներ եկավ։ Առանց մարտագլխիկներին։ Առանց հրթիռների, այո, 4 հատ ինքնաթիռներ եկան, Փաշինյանը նստեց դրանցից մեկի ղեկի մոտ, ասեց, ես սրա առաջին ուղևորն եմ, երևի չգիտեր էլի, որ մարտական ինքնաթիռները ուղևորներ չունեն։ Հիշեք, որ հետո հա մի քանի անգամ թռան Երևանի վրայով, սելֆիները արվեց բան, իդեպ այդ ինքնաթիռները Փաշինյանը չէր պատվիրել, նախորդ իշխանություններն էին պատվիրել, իր օրոք եկան ուղղակի։ Հիմա, երբ որ եկան մարտական գործողությունների ժամանակ, այդ ինքնաթիռները չօգտագործվեցին։ Դա էլ ենք հիշում։ Թեև եթե օգտագործվեին, հաստատ կարող են լուրջ օգուտ բերեին ու օդում գերակշռությունը, որ ուներ ադրբեջանական կողմը, զգալի չափով չեզոքացնեին։ Որտեղ այդ ինքնաթիռները ավելի հազար էին, քան Ադրբեջանի ունեցած ցանկացած ինքնաթիռ, հա, ավելի ժամանակակից, գերժամանակակից ինքնաթիռ չօգտագործվեցին։ Հիմա ես կարծում եմ, որ Փաշինյանը վաղը ի ցույց անելով սպառազինությունները, որը ինքը գնել է վերջին շրջանում, հրաշալի գիտի, որ ինքը երբեք չի օգտագործելու այդ սպառազինությունները։ Բա ինչի է գնել։ Որ ցույց տա։ Ցույց տալու համար, այո, ցույց տալու համար, երբևիցե չի օգտագործելու։ Ցույց տալու համար։ Իդեպ նես չէ, որ պետքա պարտադիր է այդ օգտագործել։ Իրականում դու պետք է ունենաս, այո, սպառազինություն եւ պետք է ունենաս ընդհանրապես շատ հզոր բանակ, որպեսզի դիմացինը քեզանից վախենա, հասկանալա, բայց Փաշինյանի դեպքում խնդիրը նրանում է, որ ինքը այդ սպառազինությունը ձեռք է բերում ավելի շուտ ցույց տալու համար եւ ավելի շուտ ասելու համար, որ դե տեսակ ես այս ընթացքում փող ծախսեցի այս սպառազինությունը առնելու համար։ Լուրջ հարցեր են առաջանում, այդ սպառազինությունը ներդաշնակեցված է թե չէ, այդ սպառազինությունը մեր պայմաններում կարող օգտագործվի թե չէ։ Շատ պարզ հարց եմ ձեզ տալի, վաղը զորահանդես է լինում։ Վերջի 2 տարիների ընթացքում գոնե մի հատ տեղի ունեցել այս ընթացքում զորավարժություն այդ սպառազինությունների օգտագործում։ Ոչ, մենք ընդհանրապես զորավարժություններ չենք անում։ Դե հիմա տեսեք ձեր հարցի պատասխանը տես է, եթե դու զորավարժություն նույնիսկ չես անում,
Դու որտեղից կարող ես ենթադրել, որ այդ սպառազինությունը կարողանալ ես օգտագործել։ Այսինքն սա Ալիևի թողտվությամբ Փաշինյանի նախընտրական կամպանիայի մաս կազմող միջոցառում է ամենը։ Այո, ավելին ձեզ ասեմ, մենք իրականում համեմատություն ենք արել, թե այս ընթացքում ինչ սպառազինություն է ձեռք բերում Հայաստանը, ինչ սպառազինություն է ձեռք բերում Ադրբեջանը։ Եվ պետքա ձեզ ասեմ ցավով, որ այն սպառազինությունը, որը ձեռք է բերում Ադրբեջանը, ըստ էության գերազանցում է սպառազինությանը, որը ձեռք է բերում Հայաստանը։ Դե այդտեղ Փաշինյանին մեղադրել չեք կարող, այդպես է 3 տասնամյակ շարունակ, պարոն Չալաբյան։ Չէ, այդպես չէր։ Ես ձեզ ասեմ, որ 17-18 թվականներին դա այդպես չէր, որովհետև Ռուսաստանից այս սպառազինությունն էր գալի, որ մեզ հնարավորություն էր տալու Ադրբեջանի նկատմամբ առավելություն, օրինակ Իսկանդերները, որ մենք ունեինք, Ադրբեջանը չօգտագործվեց։ Դրան համարժեք Ադրբեջանը սպառազինություն չուներ, տակտիկական հրթիռներ Ադրբեջանը չուներ այդ կարգի կեստոնանոց մարտագլխիկներով։ Հիմա նորից այս սպառազինությունը, որ ձեռք է բերել, ես չեմ ասում պետք չի սպառազինություն ձեռք բերել, բայց եթե դու ձեռք ես բերում սպառազինություն, որը նույնիսկ զորավարժություններին չի օգտագործվում, դու հանում ես ուղղակի զորահանդեսին ցույց ես տալի, ես խելամիտ ենթադրություն կարող եմ անել, որ սպառազինությունների ձեռքբերման հիմնական նպատակը ուղղակի դրանք ցույց տալն է, որտեղ մենք էլ ունենք, էլի։ Իսկ Պաշտպանության նախարարության զինանշանի փոփոխությունը ի դեպ բոլորից գաղտնի։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ հերթական սխալ քայլն է։ Հերթական սխալ քայլն է։ Եւ պարոն Չալաբյան, վերադառնալով ընտրություններին եւ քաղաքական պայքարին մասնակցող ուժերի վերադասավորումներին, Փաշինյանը անընդհատ այս քարոզարշավի ընթացքում ասում է ժողովուրդ պետք է այնպես անենք, որ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունները անգամ չհասնեն խորհրդարան։ Ձեր գնահատմամբ գետնի վրա պատկերն ինչպիսին կարող է լինել, անակնկալ կարող եք անել Փաշինյանին, թե ոչ այս հարցում։ Նայեք, նախ ես կարծում եմ, որ Փաշինյանը այդ կարգով ընտրաշավը վարելուց իրականում խախտում օրենք։ Եվ ըստ էության իր ատելության քարոզը, բռնության քարոզը, նաև այդ 3 կուսակցությունների ղեկավարների նկատմամբ սպառնալիքները լրիվ հատում են այն կարմիր գիծը, որից ենքում արդեն ապօրինություն է։ Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս ընթացքում պետք է դրան արձագանքեր։ Ցավոք չի արձագանքում, թեև մենք բարբերաբար նրա ուշադրությունն ենք դրա վրա հրավիրում։ Ինչ վերաբերում է Փաշինյանի այդ խոսությունին, ապա դա շատ պարզ բացատրություն ունի, որովհետև Փաշինյանը հասկանում է։ Իրականում անընդհատ այդ 3 ուժերի դեմ Փաշինյանի տարվող քարոզը ցույց է տալիս, թե Փաշինյանը ում է համարում իր հիմնական մրցակիցներին։ Նա տեսնում է, որ այդ 3 ուժերն են, որ հիմնական ունեն ընտրական քաղաքական ռեսուրս եւ իրական շանսեր ունեն ոչ միայն ընտրական շեմը հաղթարելու, կարծում դրանցից յուրաքանչյուր ընտրական շեմը կհաղթարի, բայց նաև ազգային ժողովում միասին վերցրած կարող են մեծամասնություն կազմել։ 3 ուժեր ասելով, որ ուժերի նկատի ունեք, պարոն Չալաբյան։ Առաջին ուժը Հայաստանը բնականաբար, բայց դատելով նաև նրանից ինչ որ ես տեսնում եմ, ես կարծում եմ, որ Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը եւս իրատեսական շանսեր ունեն ընտրական շեմը հաղթարելու եւ խորհրդանում հայտնվելու։ Իսկ միասնության թևերը 3 լսում էի Արման Թաթոյանին, ասում էր, որ իրենց տվյալներով իրենք անցողիկ շեմը հաղթահարում են։ Տեսեք, ես կարծում եմ, որ այդ 3 ուժերից դուրս որևէ ուժ այս պայդրությամբ ներառյալ նաև ձեր նշածը այդքան էլ իրատեսական շանսեր չունի, որովհետև գնահատելով այն ընտրաշավը, որ իրանք են իրականացնում, իրանց բոլորի ընտրաշավը շատ ավելի հատվածական ու նեղ է եւ ամեն մեկը այո ունի իր ենթադրենք որոշակի ընտրազանգվածը ամեն հարգանքով այդ բոլոր ուժերի նկատմամբ բացառությամբ իհարկե նրանց, որոնք Փաշինյանի անմիջական արբանյակներն են։ Բայց դրանցից յուրաքանչյուրն ունի իր ընտրազանգվածը, բայց արդյոք դա բավարար ընտրական շեմա հասնելու համար ես լուրջ կասկածներ ունեմ։ Այդ դեպքում չի ստացվում, որ այդ ուժերը, որոնք չեն անցնում, ուղղակի դառնում են շարքային ձայն փախցնողներ։ Այն էլ ընդդիմադիր հատվածի ձայների փախցնողներ։ Ես չէի ուզենա, որ մենք մարդկանց պիտակավորենք, կարծում եմ, որ իրանք ընտրաշավին մասնակցում են լավագույն նկատառումներով, հա։ Բայց նաև պետք է հասկանալ, օրինակ տեսեք, 3 ալյանսը դուրս եկավ ընտրաշավից, գիտեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկեց իրենց մասնակցությունը, եւ ես կարծում եմ, որ լավ կլիներ, որ այն ուժերը, որոնց համար արդեն ակնհայտ է, որ իրանք լուրջ ընտրական աջակցություն չունեն, իսկ դրանք շատ պարզալի չեմ ուզում կոնկրետ անուններ նշել, բայց այն ուժերը, որոնք տեսնում են, որ իրանք ընտրական աջակցություն չունեն, ավելի լավ է մինչև վերջ չհամարվեն։ Այս մինչև այս շաբաթվա վերջը հնարավորություն կա դուրս գալ ընտրաշավից, եւ ես կարծում եմ ավելի պատվաբեր է ընտրաշավից դուրս գալ, քան մնալ ու հավաքել, ասենք 0.1% զայն։ Հաստատ ավելի պատվաբեր է, քան 0.1% զայն հավաքելը, որը իսկապես ցույց է տալիս, որ դուք ընդհանրապես որևէ շանս չունեք, ընդհանրապես պետք է քաղաքականությունից հեռանաք։ Եվ պարոն Չալաբյան, կասեք, ինչու չստացվեց ձեր եւ միասնության թևերի համագործակցությունը։ Գիտեք, մենք դրա մասին
հայտարարություն ենք տվել, երբ որ որոշեցինք, որ համագործակցությունը պետք է դադարեցնենք, նորից ուզում եմ կրկնեմ, հիմնական թեզը մեր հայտարարության ծրագրային հակասություններ ունենք, որոնք ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ բավական լուրջ են։ Սկզբում չգիտեիք այդ հակասությունների մասին։ Գիտեք ոնց էր, սկզբում գիտեինք այդ հակասությունների մասին, ենթադրում էինք, որ կարող ենք հաղթահարել, որովհետև դուք բոլոր դեպքերում, երբ որ սկսում եք համագործակցություն, ունեք նաև որոշակի բանակցային գործընթաց, փորձում եք այդ ծրագրային հակասությունները հաղթահարեք, գաք ինչ-որ մի հատ ընդհանուր հայտարարի, բայց կոնկրետ խնդիրներ եղան, որոնց շուրջ չկարողացանք ընդհանուր հայտարարի գանք եւ ավելին ձեզ ասեմ, ինչ-որ իմաստով այդ հակասությունները նույնիսկ սրվեցին։ Դրա համար որոշեցինք, որ այդ ծրագրային հակասությունները շատ դժվար է միասնական քաղաքական ուժ ձևավորել։ Իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ երբ որ միասնության թևերի հետ մենք համագործակցության ուշագիր կնքեցինք, ի տարբերություն իդեպ ուժեղ Հայաստանի, որտեղ մենք պարզապես աջակցում ենք իրաց։ Այնտեղ հավակնությունը ավելի մեծ էր, միասնական քաղաքական ուժ ձևավորելու հավակնություն գոյություն ուներ։ Եվ մենք տեսանք, որ դա չի ստացվում։ Մենք չենք կարողանում իրար հետ միասնական քաղաքական ուժ ձևավորենք, որը հստակ միասնական քաղաքական ծրագիր է ներկայացնում, ուստի որոշեցինք, որ պետք է իրար նկատմամբ հարգանքով, բայց բաժանվել։ Եվ պարոն Չալաբյան, քիչ առաջ ասացիք, որ ընտրությունների մասնակցող ուժերը, այն ուժերը, որոնք մտածում են, որ իրենք սա ամբողջ 1% կամ լավ 1% կհավաքեն, ճիշտ կանեն, ժամանակ ունեն դուրս գալ ընտրապայքարից, արդյոք երբ նման բան եք ասում, մտքում նկատի ունեք, օրինակ լուսավոր Հայաստան կուսակցությանը կամ միասնության թևերին, ում նկատի ունեք։ Տեսեք, եկեք ես անուններ չնշեմ, բոլոր դեպքերում 18 քաղաքական ուժեր հիմա մասնակցում են ընտրաշավին, ինչպես արդեն ասացի, դրանցից 4-ն ա, որ իմ տեսանկյունից իրական շանս ունեն ընտրական շեմը հաղթահարելու, 1-2-ը տենց անորոշության գոտում են գտնվում իմ տեսանկյունից, այսինքն այս բան դժվար է ասել, իդեպ գիտեք ինչ է դժվար ասել, որովհետև սոցիոլոգիական հարցումները այս փուլում ծայրահեղ անվստահելի են։ Եթե դուք ուշադրություն եք դարձել սոցիոլոգիական հարցումներում 80-ից 85%-ը հրաժարվում են պատասխանել ընդհանրապես։ Եւ երբ որ պատասխանները դուք ունեք, այդ պատասխանները 15-20%-ի պատասխաններն են ընդհանրապես։ Ոստի սոցիոլոգիական պատկերը ճիշտ չի ձևավորվում։ Մենք ինքներս մինչև ընտրաշավը պարբերաբար պատվիրում ենք սոցիոլոգիական հարցումներ եւ մենք տեսել ենք, որ ինչքան մոտենում ընտրաշավը, այնքան այդ սոցիոլոգիական հարցումների արժանավատությունը նվազում է։ Հենց այն պատճառով, որ մեծ մասը ուղղակի հրաժարվում է այդ հարցին պատասխանել, դա նաեւ իդեպ Հայաստանում պայմանավորված է վախի մթնոլորտով։ Դա վախի մթնոլորտի ամենալուրջ ինդիկատորներից մեկն է։ Մարդիկ խուսափում են այդ հարցին պատասխանել, որովհետև իշխանություններից վախենում են։ Մեր ժողովրդավարական ճակերտներով Հայաստանում, հա։ Ոստի սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա հեվել շատ դժվար է եւ դրա հիման վրա դատողություն կատարել։ Բայց ես դատողությունս կատարում եմ հետեւյալը։ Ես նայում եմ տարբեր խմբեր իրենց քարոզարշավը ինչպես են անցկացնում։ Ես տեսնում եմ օրինակ ուժեղ Հայաստանի հանրահավաքի ներեք ենթադրենք ներկա Վառնաձորում 7000-ից ավել քաղաքացիներ են եկել եւ ես տեսնում եմ ձեր ասած ուժերից, ասենք իրան գալիս են այնտեղ կարող է 2-3 իրանց ընկերները գալիս են իրանց դիմավորելու, բայց ընդհանրապես քաղաքացիների մոտ որևէ հետաքրքրություն իրանց նկատմամբ չկա։ Եվ դա շատ լուրջ ինդիկատոր է։ Ես կարծում եմ այն մարդիկ, որոնք այդ ընտրաշավի ներսում են, իրանք պետք է իրատեսական գնահատեն իրանց ուժերը։ Ես չեմ ասում իրանք ձայն փախցնող են։ Ուղղակի եթե իրանք ընտրական շեմը չեն հաղթահարելու, իմաստ չունի այդ մասնակցությունը, որովհետև դա ոչ մի բան չի տալիս։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ Արմատ մեդիայի եթերում զրուցակիցս Ավետիք Չալաբյանն էր, կհանդիպենք վաղը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմատ Մեդիա AM կայքում։